Երիտասարդ, քեզ եմ ասում, վեր կաց, և մեռելը վեր կացավ, նստեց և սկսեց խոսել։ Ղուկաս ավետարան 7-րդ գլուխ 14-ից 15-րդ համարները։ Քրիստոնյաներին համային աշխարհի։ Ավետարանիչ Ղուկասի գրքում ճշմարտությունով ու կարգով գրված հերթականությամբ 7-րդ գլխում այսպիսի դեպք կա նկարագրված։ Ասում է. Նային կոչված քաղաքից դուրս էին բերում մի որբևայրու, մեռած մինուճար որդուն կողակից և սուքը մեծ էր սևասիրտ այրու, ու սրտաճմլիկ ողբը թշվառ մոր հուզել էր խոշոր թափորը մահվան, անտարբեր չէին նույնիսկ սար ու ձոր, տեսնելով թախիծը դառն ու դաժան։ Այս պատմությունը լավ ավարտ ունի, ի պատիվ ու փառք մեր Տեր Հիսուսի։ Դժվարամարս է, ով հավատք չունի, հարության լուրը հրաշքն է այսպիսի։ Կորինթացիներին գրված նամակում առաքյալներից Պողոսն հանճարեղ զարմանում է և հանդիմանում, բաժանումներն անմիտ ու տգեղ։ Ես Պողոսյան եմ, կամ Ապողոսյան, իսկ ես Քրիստոսյան, ժառանգորդ գահի, ես Կեփասյան եմ, Փիլիպոսյան, դե արի սրանց դու միտքդ պահի։ Ու այս ցուցակը առանձին ճառով չափերս դուրս մեծ է, քան ես թվեցի։ Կփորձեմ պատմել, թե ինչ պատճառով նային քաղաքից Կորինթոս չվեցի։ Պատկերացնում եմ այն թշվառ այրուն, հանդիպած ոչ թե որդու հետ Աստծո, այլ Կեփասյաններն են մխիթարում, կամ մյուսները խոսքերով կծու, մեկը թե մայրիկ, շատ դարդ մի անի, տղադ ետ կգա աշխարհի վերջին, դու գլխավորը շաբաթը պահիր ու 10-րդ բեր մի փոքր չնչին։ Մյուսը հանդուգն չափից դուրս գոռոզ, խոսում է գրքից ու Տիրոջ վախեն, ու մեջ է բերում Մաթեոս, Մարկոս, թող մեռելները թող թաղեն իրենց մեռելներին։ Հաջորդը հպարտ իր գիտությունով թշվառ մայրիկին հարցում է անում, թե փրկվում ենք մկրտությունով, կամ որն է Աստծո գլխավոր անունը։ Մեկն էլ ասում է. առանց նոր լեզվի չես կարող լինել դու մեզ նման սուրբ, իսկ երրորդի համար դու շատ մի նեղվիր, արի հետևիր մեր ուսմունքի նուրբ։ Մխիթարիչներից ձանձրալի շինծու Հոբնահապետը հոգնեց, ձանձրացավ։ Ինչ երջանիկ էր այն կինը նայեցի, որ իր ողբի մեջ Տիրոջն հանդիպեց։ Քրիստոնյաներ համայն աշխարհի, թող Աստված պահի ձեր զավակներին։ Կարոտ չեմ եռնել ոչ մի ուսմունքի, հերիք է գովեք ձեր բանակներին։ Մեռած որդիքը նայեցի կնոջ, նախ պետք է Աստծուց նոր կյանք ստանան, արյամբ մաքրվեն մեր փրկիչ Տիրոջ, վերքերով նրա, որ առողջանան։ Ուստի երբ որ դուք հանդիպեք հանկարծ, նայեցի կնոջ մեռած բալեքին, իսկ դրանք շատ են, աչքերդ լայն բաց, Տիրոջ մոտ բերեք նրանց ամենքին։